Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ երրորդ հանդիպումից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով երկարաձգել արցախցիներին տրվող բնակվարձի աջակցությունը։ Մինչև հունիսի 1-ը 10,000-ով պակաս 40,000 դրամ կստանան բոլոր այն տեղահանված անձինք, որոնք մինչև ապրիլի 1-ը եղել են բնակվարձի աջակցության ծրագրի շահառու։ Ըստ այդ հայտարարության կառավարության ներկայացուցիչները ընդունել են, որ արցախցիների աջակցության ծրագրերը էական բարելավման կարիք ունեն։ Պատրաստակամություն հայտնելով համապատասխան վերանայումները կատարել փորձագիտական խմբերի աջակցությունների հիման վրա։ Մարտի 29-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 12 կետանոց պահանջագրի մյուս 11 կետերը կառավարությունը էականորեն չի քննարկել։ Մինչև հաջորդ շաբաթ խորհուրդը հանրային քննարկումներ է սկսելու վերջնական որոշում կայացնելու համար։ Արցախի հարցի արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ այսօր զրուցելու եմ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Իսկանդարյան, օրերս դուք հանդիպել եք փոխվարչապետի հետ, ինչ եք քննարկել, ինչ որոշումներ կան, որոնք են լինելու ընդհանրապես ձեր հաջորդ քայլերը։ Շնորհակալ եմ հարցի համար, ասեմ, որ թվով երրորդ հանդիպումն ենք ունեցել, ուրեմն իրենց կողմից առաջարկվել է ևս երկարաձգել 2 ամսով 40,000 դրամ աջակցությունը, այդ ընթացքում պատրաստակամություն են հայտնել ստեղծել խմբեր զբաղվածության խնդիրները լուծելու համար եւ միևնույն ժամանակ բնակարանային ծրագիրը ավելի բարելավելու համար։ Դրա համար խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, առաջիկա օրերին հանդիպելու ենք Արցախի ՀԿ-ների հետ, հանդիպումներ ենք ունենալու մարզերում մեր հայրենակիցների հետ, այնուհետև խորհուրդը իր դիրքորոշումը կարտահայտի։ Պարոն Իսկանդարյան, դեռ խորհուրդը որոշում չի ընդունել, բայց արդեն մամուլում տարածվում են, որ արցախցիները ստանալու են 40,000 դրամ աջակցությունը։ Ինչպես եք դա մեկնաբանում ու բացի այդ 40,000 դրամը ինչ է Իրանից ներկայացնում, որովհետև նախկինում ստանում էին 40+10 բնակվարձ, դրան գումարած կոմունալների համար աջակցություն, 40-ը Իրանից ինչ է ներկայացնում։ Նախկինում գործել է 40+10, հունվարից եղել է ամբողջական 50,000 դրամ աջակցությունը եւ փոխվարչապետ ներողություն Տիգրան Խաչատրյանը ասաց, որ հետ քայլ չի լինելու, այսինքն 40+10 չի վերանայվելու, իրենց կողմից առաջարկվող այդ 40,000, որը հուլիսի 1-ից դառնալու 30,000 դրամ աջակցություն, ընդամենը պատրաստակամություն են հայտնել, որ 18-ից 63 տարեկան անձիկ եւս ստանան, այն նախապայմանով, որ վրանը պետք է հանենք։ Իսկ մենք մեր դիրքորոշումը չենք փոխել, ասեցի, որ հանդիպումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, այնուհետև խորհուրդը իր դիրքորոշումը կհայտարարի։ Տեսեք, ցավալիորեն իրենք պատրաստակամություն չեն հայտնել այն մյուս պահանջագրի 11 կետերի վերաբերյալ, մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ պայքարելու ենք այդ ուղղությամբ եւս, այժմ շատ կարևոր է մեր հայրենակիցների ակտիվ, այսպես ասած, կարծիք արտահայտելը, որպեսզի խորհուրդը իմանա իր հետագա անելիքները։ Իսկ ինչու անդրադարձ չի կատարվում հենց այդ 11 կետին։ Դա ակնհայտ է, այսօր Նիկոլ Փաշինյանը դեմս վարչապետի վարում է այն քաղաքականությունը, վերջին օրերին տեսակ, որ ԱԳՆ-ն ինչպեսի հայտարարությամբ հանդես եկավ, ցավալիորեն սա եւս վիրավորական է արցախցիների համար։ Մենք թույլ չենք տալու եւ որևէ ղեկավար չի կարող փակել Արցախի էջը։ Փորձելու ենք ամեն կերպ ազդենք, որպեսզի Արցախի հարցը չփակվի։ Դες դուք անդադ տեսնում ենք, որ տարբեր ՀԿ-ների հետ, տարբեր անձանց հետ, քաղաքական գործիչների հետ հանդիպումներ եք ունենում, երեկ էլ հանդիպել եք Նիկոլա Բեհի հետ, ինչ եք քննարկել, ինչ առաջարկներ են հնչել։ Անկեղծ ասած, ես հանդիպմանը չեմ եղել, այդ մասով զերծ կմնամ ինֆորմացիա տրամադրելուց, ինձ փոխանցել են, որ ամեն ինչ անցել է կառուցողական մթնոլորտում, եթե կարիքը լինի, մեր գործընկերներին կխնդրեմ հրապարակեն։ Ազգային ժողովի ամբիոնից դարձյալ մեղադրանքներ են հնչում արցախցիների հասցեին։ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Հայաստանում չի շարունակվելու։ Արարատ Միրզոյանն մեղադրել է, որ չեն գնացել Սոֆիա եւ ուղիղ չեն բանակցել Ադրբեջանի հետ։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ամեն ինչ արել են, որ արցախցին Արցախում մնա։ Այս առումով ինչ կասեք, այդպես է։ Ես շատ հակիրճ
կհակադարձեմ, որ 2022 թվականին նույն Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այս կոնտեքստում ամեն ինչ ասված է եւ փորձել արցախցիների մեղադրել, որ Արցախում չեն մնացել, չէի ցանկանա այդ դաշտ մտնել։ Իսկ ինչ եք զգում ընդհանրապես, երբ տեսնում եք, որ հանրությունը անտարբեր է արցախցիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Չէի ասի, իրականում մեր Հայաստանում ապրող քույր եղբայրները շատ ակտիվ ներգրաված են, հանդիպումներ են ունենում վրանում, իրենց կարծիքներն են արտահայտում, ինչ են անելու, ինչ է սպասվում, պատրաստակամություն են հայտնում աջակցելու, այս առումով դրական տեղաշարժեր ունենք։ Իսկ ընդհանրապես, որ ատելության խոսք եք հարուցում, մեկ տեսնում ենք, որ սոցիալական հարթակներում կա նման բան եւ 2 օր առաջ մենք ԱԳՆ-ի եւ դատախազության առաջ ակցիա ենք իրականացրել, բարձրացրել ենք այդ բոլոր հարցերը, դիմումով ներկայացրել ենք ինչպիսի խոսքեր են արցախցիների մասին սոցիալական հարթակներում տարածում, տեսնենք իրենց արձագանքը, մինչ օրս որևէ արձագանք այս առումով չի եղել։ 2 շաբաթից ավելի է ազատության հրապարակում եք, ինչ արդյունքներ եք գրանցել։ Ինչ ակնկալիքներ ընդհանրապես ունեք։ Ակնկալիքները անկեղծ ասած այս փուլում շատ դժվար է ասել, որ ակնկալիքներ ունենք, հատկապես կառավարությունից մենք հստակ բոլոր փաստերով ներկայացրել ենք, որ մինչ օրս այդ աջակցության ծրագրերը արցախցիները մի բան էլ ավելացրել են ու բնակվարձ են ապահովել եւ շարունակելով այս գործելավոճը սա ուղղակի խթանելու է, որ արցախցիները արտագաղթեն։ Իրենք հստակ ունեն մեկ ծրագիր, ինչ են ասում, իշխանությունն ասում է հետեւյալը. 500,000 դրամ ստացող արցախցիները չպետք է օգտվեն աջակցության ծրագրից։ Մենք 2 ձեռքով կողմ ենք արտահայտվել։ Ունեն բոլոր հնարավորությունները պեկից ստանալու, որ ընտանիքը ինչքան եկամուտ է ստանում։ Առաջարկել ենք պարզ մեխանիզմ։ Պայմանական կարող ենք ընդունել 400,000 կամ 500,000 դրամ, եթե որևէ ընտանիք դրանից ավել գումար եկամուտ է ստանում, այդ մարդիկ կարող են չօգտվել այդ ծրագրերից։ Եվ իրենց մյուս թեզը այն է, որ մարդիկ բնակարաններ ձեռք բերեն, մատնանշում ենք բանկերի հետ կապված բոլոր խնդիրները։ Մեր ժողովրդի 80-ից 90%-ը ունի բանկային ոչ, այսպես ասած, լավ վիճակ, բոլորս գիտենք, ու ինչքանով է դա ճիշտ, այսպես ասած, որ մարդիկ ապրելով Արցախում, հայտնվելով այս իրավիճակում, այսօր բանկ կառավարության համագործակցությունը չի աշխատում ու մարդիկ չեն կարողանում տուն ձեռք բերել։ Այսինքն բանկերի հետ կապված խնդիրները եւս չեն լուծվել կառավարության կողմից։ Իրենք այդ առումով եւս պատրաստական են քննարկումներ ունենալու, բայց ցավոք սրտի ունեն արդեն ընդունած որոշումներ, որոնք պատրաստ չեն բեկանել։ Հասկացանք, իսկ արցախցիներին ինչ է սպասվում այդ 2 ամսից հետո, դա չի քննարկվել, 2 ամիս աջակցություն են տալու, դրանից հետո ինչ է սպասվում, իրենց խմբերը ինչի վրա են կոնկրետ աշխատելու։ Այդ առումով կառուցողական եղել իրենց այն դիրքորոշում, որ պատրաստ ենք լսել ձեր դիտարկումները, մենք առաջիկա օրերին ներկայացնելու ենք մեր գրավոր առաջարկները, ներկայացնելու ենք այն մարդկանց քանակը, ովքեր պատրաստ են իրենց խմբերի հետ աշխատել, կտեսնենք մոտակա օրերին պարզ է լինելու իրենց կողմից իրենք այս ամենը անում են իմիտացիա ապահովելու համար, թե պատրաստական են որոշակի խնդիրներ լուծել։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ զրուցում էի արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանի հետ։